Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմում միայն ծիծաղ է առաջացնում ՔՊ կուսակցական մամուլի օրգան Civic AM-ի բացահայտումը։ Դատարկաբանություն եւ կեղծիք թեմի մամուլի ծառայությունն է այսպես արձագանքում հրապարակմանը, թե 1986-ից 88 թվականներին KGB-ի գործակալ է եղել թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, կաթողիկոսի կրտսեր եղբայրը։ Արդյոք միտք ունի պատասխանել դատարկաբանությանը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ աշխատող ուժերը կորցրել են իրենց ողջախոհությունը եւ նման քայլերով ցույց են տալիս իրենց նանկությունը։ Ուրիշ ասելու բան չունի թեմը։ Ազգային անվտանգության ծառայությունը, որ հոկտեմբերին հրաժարվել էր մեկ այլ լրատվամիջոցի Civilnet-ին տեղեկություն տալ Եզրաս Սրբազանի գործակալ լինելու մասին, հիմա Civic-ին պատմել է Եզրաս arczepiskopos-ի նաև այսօրվա գործունեության մասին։ Իբր Սրբազանը հիմա էլ է կապեր պահում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ դա կարող է սպառնալիք լինել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Դա ընդհանուր ծիծաղ է առաջացնում։ Ինձ թվում է անլոջացնում ամեն ինչ։ Դա ամեն ինչը կեղծիք է նրանով, որ Սրբազանի գործունեությունը իմ աչքի առաջ է նոր եմ տեղափոխվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմում ծառայությունս բերելու։ Դրվատանքի խոսքերից ուրիշ որևիցե բան չեմ կարող վկայակոչել Սրբազանի մասին։ Իսկ ինչով է Ռուսաստանում զբաղված Եզրաս arczepiskopos-ը, որին ՔՊ կուսակցական մամուլը ներկայացնում է որպես Կարո Մականունով գործակալ։ Թեմի հոգևորականներն առաջարկում են իրենց խոսքով փնթի փաստաթղթեր չնկարել, այլ հյուսիսային թեմ գնալ։ Եկեք Ռուսաստան, եկեք Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմ, դուք ինքներդ կտեսնեք, դուք ինքներդ կհամոզվեք, թե ով է Սրբազանը։ Գործակալ է, թե եկեղեցաշեն, աստվածասեր անձնավորություն է։ Այսօր կարող են ամեն մարդու մասին ուզած փաստաթուղթը կեղծել, թե հետին թվով եւ թե նաեւ կարող են, չգիտեմ, ապագայից օրինակներ բերեն, ասեն դες մարդեր եկել մեզ պատմեց։ Ցանկացած նենգության է պատրաստ գործող քաղաքական իշխանությունը հայ եկեղեցին արատավորելու համար, կարծում է Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը։ Սրբազան հոր կարծիքը այսպես կոչված գաղտնազերծված փաստաթղթի մասին դեռ չի լսել Քահանան, բայց վստահ է, թե մի առաջնորդը աննկուն է, եկեղեցին նույնպես։ Արդ չեմ ունեցել թեմայով Սրբազան հորը խոսելու, կարծում եմ տարեկնել չկա, որտեղ իմաստ չկա այդ թղթին անդրադառնալը, բայց որ Սրբազան հայրը իր ամբողջական առաքելության մեջ է, դա փաստում է հենց իր գործերը։ ԱԱԾ-ին հրամաններ տվող պաշտոնյաներին խելքի գալու կոչ է արել Մայրաթորի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Տգիտությունը եւ պետականաքանդությունը պետք է չափ ու սահման ունենան։ Հարգելի պաշտոնյաներ, բավ է, խելքի աշեցեք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Ասողիկ Աբեղա Կարապետյանի խոսքով հայոց եկեղեցու սպասավորին KGB-ի գործակալ կարող են անվանել մարդիկ, որոնք ծանոթ չեն հայոց պատմության նորագույն շրջանին։ Խորհրդային իրականության պետություն եկեղեցի փոխհարաբերություններին, մարդիկ, որոնք այսօր դարձել են պետական պաշտոնյաներ, արկածախնդրորեն։ Լիլիթ Խալաթյան, Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։